Որ ասցիք այսօր ինչ օր է, ես ակամա կարծեցի մի քանի րոպե առաջ Ռուսաստանից եկող հայտարարությանն է կանադարձ կատարում, այսօր վերջնականապես Ռուսաստանը փակեց բոլոր տեսակի առևտուրը, ցանկացած բանջարեղեն, ցանկացած միրգ, ցանկացած կանաչի, ճիր, բուսական ծագման ցանկացած մթերք լրիվ փակեց։ Ու եթերից առաջ այսօր update-ի Ինչ անազնիվ քայլ, չէ, ուղղակի անազնիվ քայլ։ Ես կարծում եմ, որ Տրամպը շնորհավորի ինչ որ որտեվ ամեն դեպքում որ Տրամպն շնորհավորեց, այսինքն լեգիտիմությունը այլ հարցականի տակ չի լինի, էլի, բայց չէ, ավելի պատժելու ցանկությունն է իր մոտ առաջանում։ Այդ որ լսում ես, պատկերացնում եմ, ոնց որ բան մտցնեն էլի, հետևը որ Թրամփը տենց գովաց, հեսա ծաղկելու է, այն էլ շատ բան արեց։ Ես ընդհանրապես ոչ մի Միացյալ Նահանգների նախագահ նման կերպ չէր արտահայտվել Հայաստանի մասին։ Անկամ մոտիկ էլ չէր դրան, ասեց որ բարգավաճի ավել քան որևէ մեկը կարող է պատկերացնել, երևի Ռուսաստանին էլ նկատի ուներ, չգիտեմ։ Այ դուք եք ասում կծաղկի, հեսա կտեսնենք ոնց կծաղկի։ Եվ տեսնենք թե ինչ։ Բայց գիտեք ինչ, սրա մեջ մի լավ բան կա, էլի։ Հիմա ովքեր որ գլա կասկածում էին Ռուսաստանի բարեկամության բանի մեջ, հիմա գոնե պիտի հասկանան արդեն, էլի։ Որտեղ միշտ ասում էին մենք ուրախ ենք ազատ անկախ Հայաստան, մենք բան խնդրեմ չունենք, բան միանգամից կտրեցին։ Ինչու՞ չեք կարող այսպես բարեկամ երկրները լինել իրար հետ առևտուր անել։ Չէ, բացի այդ որ մեկը հստակ բացատրի ինչ է արել Հայաստանը, որ այս կարգի պատժվում է, այդ հասկանանք։ Ինչ է արել, այսինքն Հայաստանը որ ասում է մենք ուզում ենք, մենք փոքր երկիր ենք, մենք մի աբևեր չենք կարա լինենք, մենք կարծում ենք որ պիտի բոլորի հետ առևտուր անենք եւ նորմալ հարաբերություններ ունենանք, այսինքն դրա համար է պատժվում Հայաստանը։ Որ ասել է երբևէ ասել է ՆԱՏՕ ենք մտնում, որը ռազմական բլոկ է, երբեք դες բան չի ասել, չի հայտարարվել։ Որ ասում է Եվրոմիության ուղղվածությունն է բռնում, Սերբիայի օրինակն էլ կարանք 1000 անգամ բերենք, Հունգարիայի հետ Ռուսաստան։ Ոչ մի կոնկրետ բան չունենք մենք Եվրոմիության հետ, էլի որ ասես հա բան ա եղել։ Չենք էլ կարող մտնել։ Կարող է հա բան լինի։ Դե պարզ արդեն հստակ է որ իրանք չեն ուզում մեր անկախությունը։ Չեն ուզում, էլ իրանք նայում են որպես ոնց որ գուբերնիան փոխվի իրանցից, էլ այդ տեսակ են իրանք մոտենում այս հարցին։ Իրանք ասելով դե շատ լուրջ ու սինխրոնացված բան եմ տեսնում, էլի, այս ռուսական լռության մեջ մեր ընդդիմության որոշակի զսպանակի էֆեկտ եմ նկատում, այս լռությունը լարվածությունը առաջացնում։ Իմ կարծիքով ցույցեր են նախապատրաստում եւ այսօր շատ փոքր, բայց ամեն դեպքում ընդդիմության եւ նախկին ՊՆ-ն պաշտպանության նախարարը ասաց իբր վաղվանից ստորագրահավաք են սկսում ազատության հրապարակում ցույց բաները ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Իհարկե սա ուրիշ պատմություն է, ամբողջ աշխարհը զանգարում է, ընդունում է շնորհավորական ուղերձներ, բայց պաշտպանության նախկին նախարարը ասում է լեգիտիմ չի, դե դա էլ իրավունքն է։ Ռաֆայել, այդ իրանց իրավունքն է, թող ասեն, թող հավաքեն, այդ բանով չի խոսում, բախացնում են ինչ են անում։ Այդքան դիտորդ որ կար ամեն տեղից, իրանցից էլ կար, այդ բանից էլ կար, չէ, դիտորդներ։ Հիմա դրանից հետո ուզում են ռիվանեն, չէ։ Բայց ինչ որ բան որ պատրաստում են դրանում ես չեմ կասկածում։ Հաստատ, ձեռները ցալած չեն նստի, մանդատները մենակ հենց այնպես չեն վերցնի։ Ինչ է վերջ են գնալու։ Ռուսաստանի այս վերաբերմունքից արդեն երևում է որ իրենք էլ հանգիստ չեն մնալու բնականաբար, այսինքն Ռուսաստանը գնում է ճակատ առ ճակատ։ Չի ասում, «Վա ինչ լավ է, բան գոնե ձևական ինչ որ բաներ անի» կամ քիչ-քիչ կտրի միանգամից, միանգամից։ Ասենք հիմա նայում ես Հայաստանի ղեկավար լինի Փաշինյանը, թե լիներ օրինակ Քոչարյանը, այդ բնականաբար տարբեր Հայաստաններ են խոսում, Ռուսաստանի հետ տարբեր հարաբերություններ են խոսում, դրա համար բնականաբար Ռուսաստանը եւ այդ Կավկասկի քրոնիկոն ինչ մի թերթեր որ հրապարակեց արտահոսքեր տեղի ունեցել թե ռուսները ինչեր են պատրաստում Հայաստանում Կապրկինին տարան խորհրդատվության այսօր առաջի աշխատանքային օրն է հետ է եկել Ռուսաստանի դեսպանը իր մշակում էին չէ Մոսկվայում ոսկորները սախտերն էին դնում բաները որ բանանում ուղարկում են էլի վայ ես դեռ մեր ռադիոլսողները ասում են դերենիկի տեսակցիկը ինչու է անդադար շարժվում Ինչու է ձեր տեսակցիկը շարժվում Ես սենց որ անում եմ շարժվում հա շատ ուժեղ հա շատ լավ Այդ որտեղ եք դրել Չի բանը եղել այմ ասում սիրտս խառնում է չեմ կարում նայեմ գլխապտույտը առաջանում մարդկանց մոտ
Sense ոնց է, մի քիչ բարձր։ Հա, շարժ, ահա։ Ռուսաստանը կորցնում է Հայաստանին, որին նա համարում էր իր սեփականությունը, Դավիթ Էրմեջյանն է գրում Facebook-յան մեկնաբանությունների մեջ, եւ վերջապես ես վերջապես լայվ եմ ձեզ նայում, բարևներ ձեզ, Դերենիկի փոխանցի Ռաֆայել ջան, թո հաճախակի ծիծաղա շատ վարակիչ է, Արտուր Գրիգորյանն է գրում, ծիծաղացեք Դերենիկ, վայիշտերիդ վրա եք բերաններդ բացել, հիմա մեր պատմությունն է, ընկերներ, երբ որ ինչ-որ զավեշտարի բան արինում իհարկե ծիծաղում ենք, իհարկե ուզում ենք լավ լինի բան, բայց երբ որ տեսնում ես, հիմա մեզ փաստացի Հայաստանին դեռ նորմալ երկիր չբացված, սահմաններ չբացված, նորմալ խաղաղությունը չհաստատած, մեր հիմնական առևտրային գործընկերը մեզ պատերազմ է հայտարարում առևտրային, ոնց տնտեսական պատերազմ, անդադար սպառնալիքներ, ինչ անես, ոնց դիտարկես այդ բանը։ Այսօր Էրդողանն է մեր շնորհավորը, ինչի մասին է խոսքը։ Հա, կարդացի։ Պակիստանի, այ Աստված, այսօր Պակիստանի վարչապետի ուղերձն էի կարդում եթերում, դա ասա բարեկամ ժողովուրդ։ Բառացիորեն Պակիստանը մեզ չի ճանաչում։ Մեզ պրոտոկոլային ականցը իրականություն իհարկե բաստ։ Բոլոր դեպքերում, չէ, հաճելի է։ Բարեկամ ժողովուրդ ասում է։ Կես տարի առաջ Հայաստանի պետականությունը չէին ճանաչում։ Հիմա դարձանք բարեկամ երկիր։ Դե հիշեցնեմ մեր ռադիոլսողները, միակ երկիրը, որ չէր ճանաչում Հայաստանի անկախությունը, Պակիստանն էր, բարեբախտաբար ճանաչեց։ Ու ինձ համար դա այդպես էլ հանելուկ մնաց, էլի ճիշտ եմ ասում, այսինքն ինչու է ինչ խնդրեմ ուներ ինքը, էլ հենց Պակիստանը։ Թուրքական աշխարհի ամենամեծ դաշնակիցն է իրեն համարում։ Ինքը պանթուրքիզմի ջատագովներից է Պակիստանը, չէ, ես կարդացել եմ Վիկիպեդիայում է մեծ հոդված կա դրա մասին, ChatGPT-ին էլ եմ հարցրել։ Երբ որ Սովետը անձնական խնդիր ուներ, հա։ Հա, ինքը Պակիստանը թուրքական աշխարհի ջատագովն ու աջակիցն է իրան համարում, որտեղ ընդ իրանք Հնդկաստանի հետ խնդրեմ ունեն, Հնդկաստանը որ հայերին է support անում եւ գիտեք ընդհանրապես դարավոր կապ կա հայերի եւ Հնդկաստանի միջեւ մեր գրքերն է Հնդկաստանում տպվի առաջիկ ընդհանրապես Հնդկաստան-Հայաստան շատ լուրջ կապեր կա Պակիստանը Հնդկաստանի հետ ցանկացած մոտիկ երկրի ինքը ճշնամի է դիտարկել մանավանդ որ թուրքերի հետ մոտեցավ հետո Ղարաբաղի հարց եկավ բան ինքը բռնեց թուրքական ճյուղը եւ տեղից է սկսել որ մենք չենք բանը Ճուղ ասեցի, հիշեցի, ուրեմն երեք մի հատ բառ եմ հայտնաբերել, էլի, մի քիչ թեքվենք նորություններից։ Ուրեմն կարդում եմ Psi-tourism, սպել անեմ P-S-I-T-H-U-R-I-S-M։ Ես էլ ասում եմ շուտ փիլիսոփայական բաներից մեկն է, էլի ճյուղերից մեկն է, Psi-tourism։ Նշանակում է, դուեցինք ChatGPT-ին։ Նշանակում է Քամու ծառերի տերևների միջով անցնելու եւ մեղմ շշնջացող ձայնի հնչյունը։ Ծագում է հին հունարեն psiphusism բառերից, որոնք նշանակում են շշուկ։ Ուրեմն մի հատ էլ բառը քամու ծառերի տերևների միջով անցնելու եւ մեղմ շշնջացող ձայնի հնչյունը կոչվում է Psi-tourism։ Ես էլ իմ ասեմ։ Սա իլուր պոետների էլի կարելի է օգտագործել բանի մեջ։ Ես այստեղ ինձ մոտ Օխանակ երկարբարակ գրես կամին անցնում է շշնջացող տերևների միջով ասում ես Psi-tourism ու անցնում առաջ։ Շատ օգտակար բան է, ես այստեղ իմ մոտ on-line բառարան ունեմ, այդտենց բառեր բան որ հանդիպում եմ, մեկ-մեկ նայում եմ, ես վերջերս երանավետ բառն է ուսումնասիրում, երանավետ, հա, երջանկություն պարգևող երանություն տվող երանավետ հանդիպում կամ ինչ-որ երանավետ զրույց բան օգտագործենք գեղեցիկ բառեր կան սիրուն բառը այո այստեղ այսօր աստված մի պաշտոնյայի անուն կարդացինք ինչ անուն էր հիշեմ ասեմ այսօր լուրերում մի հատ այսօր մեզ մոտ նշվում է դատավորի օրը ոնց որ հեսա մի րոպե հստակ ասեմ պաշտոնը ուղերձ էին հղել եւ այլն դատավարության ինչ-որ ներկայացուցիչների հետ կապված շնորհավորանքներ էին լավ, մինչ այդ ամենը գտնեմ բացեցին այսօր աշխարհի ամենաերկար կառուցվող
եկեղեցին, տաճարը, Sagrada Familia-ն Բարսելոնայի եւ Հռոմի Պապը անձամբ մասնակցում էր Օսմանը Գաուդիի լեգենդար ճարտարապետության կոթողը 144 տարի կառուցում էին։ Նախ հանգարել է երկու համաշխարհային պատերազմները, գծագրերի ջարդուփշուր լինելը, կորելը իրոք, հա։ Եվ դե այդքան երկար որ տևում է, կլինի արանքում պատերազմ ոնց էլ լինի։ Չի ասում առաջինը առաջ տարում սարքեի ոչ մի պատերազմ էլ չի։ Ես կարծում եմ, ասում Գաուդին երբ որ գծեց, հրդեհվեց, տենց իբր կորավ որոշ գծագրեր։ Ամբողջ պրոջեկտ ա եղել այդ գլխից։ Հետո ինքը գծեց, ինքը մեռավ։ Հետո աշակերտը շարունակեց, առաջին աշխարհամարտը սկսեց։ Պասը ինքը մեռավ մինչև Խեշպարտը մեռավ, ասում ինքը մեռավ։ Բայց գծագիրը մնաց իրանից։ Գծագիրը մնաց, աշակերտներ մի սյունը չէր հասրեն, դե 10 քանի սյուններ ունի բան մի հատ, որ ով տեսնի, ովքեր տեսել են ֆիզիկապես, դա հանճարեղ մի հատ բան է, արժդահա։ Մի խոսքով, աշակերտը մեռավ։ Հետո առաջին աշխարհամարտը սկսեց, այլ բան ու գործ չունեին եւ այլն, հետո հա կսկսենք Հիտլերը եկավ։ Իսպանիան բանի բռնապետության մեջ էր, չէ՞, իր հայտնի ով էր ֆաշիստ էր։ Դե ֆաշիստ էր բանը ով էր այդ իր դաշնակիցն էր Իսպանիայի, էլի, այնտեղ Մուսոլինի, Հիտլեր, մեկը ով էր, Ֆրանկոն չէր։ Մի խոսքով, կարծեմ Ֆրանկոյի ռեժիմն էր։ Մի խոսքով, ինչ եկեղեցի, ինչ բան դեղ ֆաշիզմի զոհ էին։ Հետո երկրորդ աշխարհամարտ, հետո պարտություն, էկոնոմիկայի բան, մի խոսքով հազիվ իդեպ այդ սյունը կենտրոնական որ կառուցել են, փորձել են հենվել մասնագիտական կարծիքների վրա, Գաուդին չի գծել, ինքը չկա, վառվել էր այդ գծագրերը չկան, զուտ հենվելով մասնագիտական կարծիքի վրա են կառուցել, այսօր Հռոմի Պապն գնաց օծեց Դե որոցել է արդեն всё, հա, շատ խերևի է։ Իմիջիալոց տես հետաքրքիր է, էլի, շատերը կամ չգիտեն կամ մոռանում են, որ Իտալիան եւ Իսպանիան նույնպես ֆաշիստական երկրներ էին եւ Հիտլերի դաշնակիցներ էին երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որտեղ մենք որ ֆաշիստ ասում ենք, բնակ գերմանացի ենք պատկերացնում։ Նախ Իտալիայից սկսվեց։ Չէ, ֆաշիստը Իտալիան է, նացիստ են ավելի շատ, ֆաշիզմ, նացիզմ, հա։ Իդեպ ֆաշիզմի, նացիզմի մեջ այնտեղ էական տարբերություն կա, էլի։ Այո։ Ֆաշիզմը ինքը սոցիալիստական է, սոցիալ ոնց է կոչվում իրանց այդ կուսակցությունը։ Վերջին ոնց ֆրանկ դաշնակցների վրա դուրս գանք, եկեք չխոսանք, ոնց ֆրանկ ընդեղ են գնալու։ Այսօր գիտեք ով աշտոնավոր է Փաշինյանին։ Նացիոնալ սոցիալիստական։ Ով աշտոնավոր է Փաշինյանը, գիտեք, այդ հներից ով աշտոնավոր է մեր հներից։ Հնչակները։ Հնչակյան։ Այո։ Երեք նյուզորտներ։ Իմ մոտ էս տպավորությունն լուրջ եմ ասում, որ դաշնակցություն հնչակներ իրար են որ սրացել է պայքարը, որովհետև հնչակները ավելի արմատական էին, իբր ավելի բան, իրա ձեռից տարան իշխանությունը, չէ՞։ Հիմա սրանք ոնց որ վենդետայի հետևից են գալիս։ Ենթադրում եմ, որովհետև շատ ամուր են։ Ասենք պարզ մի բան, քանի որ դաշնակները Քոչարյանի հետ են, ուրեմն պարզա հրճակյաններն էլ պիտի Փաշինյանի հետ լինեն, խոմ չեն բան անելու այդ բայց կարայի Ծառուկյանի հետ լինեն, չէ։ Իսկ միջալոց իրանց այդ բանը խոսքը կարդացիր, շատ լավ էին դասավորել, շատ լավ էր։ Երեք նորություններով տվեցինք, այնքան նախ միտքի դասավորվածություններ լավ եւ տեղին առանց հետև պատճելու, բան շատ կոնկրետ է, ինչ ոնց եւ այլն։ Ես մի քանի անգամ, երևի մի 6-7-8 անգամ աշխատել եմ հնչակյան կուսակցության ներկայացուցիչների։ Ես էլ եմ աշխատել այստեղ, բայց հա, այդտեղ ես էլ եմ աշխատել, իրանց գրասենյակն եմ քայնցս եկե եւ նույն հաջողությամբ էլի որոշ նախագծերի շրջանակներում աշխատել եմ նաեւ դաշնակցության ներկայացուցիչների հետ, դե ասեմ որ այդ տարբեր ազգեր են, այդ տարբեր փիլիսոփայությունն է, դա տարբեր կրոն է, դա ամեն ինչով տարբեր բան է։ 89 թվին ես աշխատել եմ բանում այդ հորիզոն հեռուստատեսությունում, որը դաշնակցության ուղակի բաներ աղբյուրներ, մեդիաներ, այո, հեռուստատեսային եւ երկու շաբաթ էլ եղել եմ բան տնօրենը պատասխանատուն հորիզոնի եւ գնացել եմ ժողովներ, երբ որ բան արձակուրդեր տնօրենը ես փոխարինում էի ու գնացել եմ ժողովներ իրենց, որ այնտեղ հավաքվում էին մամուլը ռադիոն հեռուստատեսությունը ու իրենք բան էին անում, թե ինչ
ուղղությամբ պիտի գնա այդ ամեն ինչը, էլի քաղաքական ուղղությունն էին նշում եւ շատ կոնկրետ, սա կարելի է, սա չի կարելի, այսպես է։ Ու ես նոր է եկել սովետական միությունից, այնքան զարմացա, ես հիշում եմ, որ այնտեղ էր ռադիոյի պետական կոմիտեին, որ աշխատում էին, մեկ էլ կանչում ասում են, օրինակ ասում են, այս մի երկու շաբաթ Ազնավուրի մի տվեք, ինչ-որ Եվրոպայում եսին, որ վատ է խոսացել սովետի մասին, դու երկու շաբաթ անցնի, հենց ընկերական էին խոսում, էլ հետո կտակ էլի։ Իսկ ստեղ տես բան չկար։ Այսինչ մարդու անունը Ամերիկայում արդեն, ուրեմն ժողովը մեկ է սենց ասում անդեմ բանը։ Այսինչ մարդու անունը պետք է չդրվի։ Ու սա գրում են գլուխները, ոչ մեկ չի ասում ինչու։ Էդ էլ չկար, էլի, չէ վերջ, այդ տեսակ բան կազմակերպություն է, էլի։ Դե Անձրևը մեկնարկեց Երևանում շատ ուժեղ, հիմա ես բարձրունքից որոշ կադրեր եմ տալիս։ Այդ արքիր է օթերևութաբանության այդ կանխատեսումները երեք ասում էին թեթև անձրև այսօր ամբողջ մեդիան փոխվեց, շատ ուժեղ, հիմա ովքեր Facebook-ով դիտում են Երևանյան բարձրունքից մի քանի կադրեր եմ ներկայացնում ու ձայնել եմ բավականին ուժեղ լսում, հուսամ մեր հայրենակիցները Հայաստանում ապրող ապահով են եւ այս ջրից ու ջրեղեղից հեռու։ Գնանք առաջ, եղանակից էլ խոսեցինք։ Բան է, Միացյալ Նահանգներ Իրանի պատմությունը էլի կրակում են իրար վրա, էլի խփում են իրար։ Գիշերը պիտի խփի, այդ ճիշտ է։ Դեռ հաստապես լուրջ չկա, բայց ինչ է գնալ, ուր ենք մինչև հասնելու էլի։ Հա։ Սպիտակ տան իրավիճակային սենյակում արտակարգ հանդիպում է անցկացրել Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի հետ լարվածության կտրուկ սրումը, Իրանի վրա Միացյալ Նահանգների վերջին հարվածները եւ հնարավոր հաջորդ քայլերը։ Հաղորդագրությունում ասում է, որ Թրամփը դժգոհ է Թեհրանի կողմից միջուկային համաձայնագիր արձագանքի ուշացումից եւ կարծում է, որ Իրանը փորձում է ժամանակ շահել եւ մոլորեցնել Վաշինգտոնին։ Այ այս բան, այսքան ժամանակ էր պետք դա հասկանալու։ Առաջ օրից պարզ էր, որ փորձում է ժամանակ շահել եւ մոլորեցնել ձեզ։ Միացյալ Նահանգների վարչակազմը քննարկում է ինչպես ռազմական ճնշման ուժեղացումը, այնպես էլ դիվանագիտական ուղիների պահպանումը։ Քննարկվող տարբերակներից մեկը լայնածավալ, բայց կարճաժամկետ գործողությունը, որը նպատակ ունի Իրանի ստիպել փոխել իր բանակցային դիրքորոշումը։ Դե այստեղ հայտարարությունը Truth Social հարթակում գրել, որ գիշերը Միացյալ Նահանգները շատ ուժեղ հարվածներ է հասցնելու, որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ պաշտպանության մյուս բոլոր ձևերը կօգտագործվի, ինչպես նաեւ նրա հարձակողական կարողությունների մեծ մասը կոչնչացվի Իրանի մասին է խոսքը, դե Ընկերներ, խաղաղվեք, մի հատ հասկացեք ինչ եք ուզում, բայց Ամերիկայի պահանջը հստակ է, ինքը ինչ է ուզում Իրանից, ուզում է ատոմային զենք չունենա, թե ինչ որ ռեժիմի փոփոխություն։ Ես քեզ ասեմ ինչ է ուզում։ Թրամփը ուզում է, որ Իրանը ծունկի իջնի, ու Իրանից ներողություն խնդրի, ու ինքը սկսի նավթը իրանց շահագործել, կեսը իրանց տա, կեսը իրանց տա, իրան ձեռքի տակ ապրեն, էլի, այս է ուզում։ Որտեվ իրենց ասածները, այս վերջին ասածները, որտեվ ես հետևում եմ էլի Իրանի կողմից, քիչ թե շատ խելքի մոտիկ են։ Ասում են, որ 10 տարի մենք էլ ուրան չենք բանանի, արհեստացնի, 10 տարի, հա։ Չես կարող ամբողջ կյանքի ընթացքում բանանես, իջան ահագին այդ բաներով։ Բայց եթե ուշադրություն դարձնեք, երբ որ Իրանի կողմից բողոքում են, հիմնականում սկսում են բանից մեր արժանապատվությունը, հետո մեր հայրենիքը, մեր էսը, մեր են։ Իրանց համար շատ կարևոր է արժանապատվությունը, իսկ Թրամփն էլ գնում գալիս առաջինը կպնում է իրանց արժանապատվությանը։ Մի օրում կվերացնեմ, ցեղապ սպան կանեմ, չեմ թողնի այդ մարդկանց դա դուր չեն կարող ուր տալ այդ մարդը, այո։ Վեհեն, ըմբոս ժողովուրդ են, հազարամյակների ժողովուրդ են, իրոք նսեմացնել այդ կուլտուրան, որ իրանք այ այդքան գոլֆ խաղալու փոխարեն, եթե պարոն Թրամփը չզլանար ու գնար պատմությունը կարդար ու փորձեր հասկանալ այդ մարդկանց ու իրանց կուլտուրան, կարող է շատ ավելի լավ հիմա հարաբերություններ ունենայինք Իրանի հետ։ Այսօր հետաքրքիր քայլ է արել, շատ պատվո քայլ է, ես կասեի, արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ուրեմն Ջոն Հիլին վարչապետ Քիր Սթարմերին նամակ է հղել եւ հայտնել է, որ ֆինանսների նախարարության պաշտպանության գերատեսչության ֆինանսավորումը չի կարողացել այնպես անել, ոնց որ նախատեսվում էր, այսինքն անհրաժեշտ միջոցներ չի կարողացել հատկացնել եւ այդ պատճառով հրաժարական է տալիս եւ թողնում է պաշտոնը։
Քանի որ առաջադրված պաշտպանության վերջին նախադասությունը ինչ էր, պաշտոնաթող լինելուց առաջ։ Պաշտոնաթող է լինում, որովհետև չի կարողացել համապատասխան ֆինանսները ապահովել նախարարության համար, պաշտպանության նախարարությունը։ Բառացիորեն ընթերցեմ, քանի որ առաջադրված պաշտպանության ներդրումային ծրագիրը չի նախատեսում զինված ուժերի համար անհրաժեշտ ռեսուրսները, ես չեմ կարող դրան աջակցել, ես ստիպված եմ հրաժարական տալ այս պաշտոնից, ասել է Հեյլը։ Այդ շատ լուրջ բան է ասում, էլի մարդու ընդհանրապես պաշտոնյայի։ Այնքան փողը ինքը ես հենց եմ ընդհանրում, ինքը ասել են, որպեսի վիճակը բերենք ըստ պատշաճի, այսքան դրամ է պետք, իրանք էլ ասում են, չէ, այդքանը չտանք, կեսը կտանք, նա ասում է, այդ կեսով ես չեմ կարող, ինչ որ ուզում եմ, հա։ Անգլիացի են, էլի։ Եստեղ Եվրոպայից հետարքիր վաղուց չենք խոսում Եվրոպայի մասին, էլի։ Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում մտադիր են փորձել համոզել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների նոր ձևաչափին։ Տեսեք, հիմա ինչ այստեղ շատ հետարքիր մի նախադասություն կա։ Հրապարակման համաձայն Մակրոնը, Մերցը եւ Ստարմերը կարծում են, որ պատերազմում նախաձեռնությունը այժմ անցել է Ուկրաինային։ Ինչը հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Կիևի համար ավելի շատ շահավետ պայմաններով, քան նախկինում էր։ Այստեղից ինձ համար ամենակարևոր էտա, որ Ուկրաինա այնտեղ փոխվել է իրավիճակը, այո, եւ կարծում եմ, որ ավելի դեպի Ուկրաինա բանան։ Ես այդ բանի Պուտինի այդ քայլերից եմ զգում, որ լավ չի իր վիճակը, որ սկսում է բաներ անել, էլի, տենց Պուտինի օրենքը տեսաք։ Ինչ օրենք ընդունել։ Որ մեկ։ Չէ, ես վերջերս որ ասում եմ, եթե դու գնացել ես Ռուսաստանից, Ռուսաստանի հասցեին քննադատող որևէ բան ես անում, տուն տեղ եթե ունես, արգրավում են ձեռքից հետ առանց քո ներկայության։ Այդ ինչ բան է։ Այդ ինչ բան է։ Դրա համար է մեր ընդդիմության ներկայացուցիչները այդ արժեքների դավանողներն են, հա։ Հա, բան չեն։ Իրանք իրանց փողի դավանողներն են, ուրիշ բան չկա իրանց համար։ Սրբություն գոյություն չունի, ականհայտ է դա։ Փող։ Ասում եմ, Ռուսաստանում քաղաքներ կան, շրջաններ, որ տալորով է բենզին, այման։ Ռուսաստանի պես բենզին արտահանող երկիրը իր ժողովրդի համար չունի բենզին։ Այ որ ռուս ժողովուրդը կանգնեց ոտքի, որ այդ դուբինկան վերցրեց, էլ ինչ Պուտին, էլ ինչ Լավրով ու բան։ Բայց երբ է եղել, Լենինից հետո երբ բան եղել է։ Ցարերի ժամանակ էլ է եղել է նաև բանի ժամանակ, դեկաբրիստները Ռաֆայել Նապոլեոնը որ մտել է Ռուսաստան, չէ, ոչ թե բանակը, այլ ժողովուրդը հանեց դուրս նրան ֆրանսիացիներին, այդ պարտիզանական ջոկատները բաները կազմեցին, Ռուսաստանը պարտված էր։ Ճիշտ բան եք ասում, բայց Նապոլեոնը իբր ազատություն էր իրանց բերելու, այսինքն իրանք էլի վտարեցին այն ուժերին, որոնք բալամ ուրիշի բերած ազատությունը, այն ֆրանսիական, այն ռուս գյուղերում, հետարքիր է, որ Նապոլեոնը 5-րդ բան, որն է Ֆրանսիայի հիմնադիրն է ռեսպուբլիկայի, հա, համարվում եւ իր դամբարանը գնում են, խոնարհվում են պետական պրոտոկոլի։ Հետո կայսեր դարձավ։ Դարը եթե ուրիշ լիներ, Նապոլեոնը Հիտլեր կլիներ, եթե դարը ուրիշ լիներ։ Ուղղակի ոնց է էլի մեկին համատարած Հիտլերը էլի, հա, դե մենք ենք ասում, բայց պատմության մեջ անմահացած է որպես հանճարեղ, չգիտեմ ինչ, պետություն։ Հիմա ասենք, չէ, ինտելեկտուալներ դրանում կասկած չկա։ Օրինակ այնքան խոսքեր ունի, աֆորիզմներ ունի, որ չես կարող։ Օրինակ ես Հիտլերից մի հատ աֆորիզմ եմ լսել։ Ուրախ եմ, որ այստեղ եմ ձեր կողքին կանգնած, եւ ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ ձեր կողքին կանգնած։ Այդ գիտեք այդ մասը։ Հիտլերը որ ասեց, չէ, Նապոլեոնի համար։ Լավ։ Okay, ծոտես լինի։ Օրինակ հեչ որ չլինի, ասում է, եթե երկու անտաղանդ գեներալներ պատերազմում են իրար դեմ, ասում է միևնույն է մեկը հաղթելու է, այսինքն որ հաղթելը չի նշանակում որ բան է, բայց դե որ անխիղճ մարդասպան ու ագահեր, եւ գիտեք հետարքիր էր եկավ Ռուսաստան Թրամփի նման, ոնց որ Թրամփը երկու ռմբակոծեց Իրանը, բան սպասում են, հիմա պետք է չոքեն, ասեմ, всё, դու ես մեր թակավորը արի, բան տենց էլ հասավ Ռուսաստան, Նապոլեոնը, ուրեմն դռների առաջ Մոսկվայի սպասում է, որ պիտի բանալին բերեն սիմվոլիկ, էլի քաղաքը հանձնում են, մարդ չկա։ Բացի մարդը։ Մտաններս բնակչություն չկա։
դատարկվել էր սաղ ու վառվում էր Մոսկվան, վառեցին Մոսկվան։ Այդ բայց շատ բան է ասում հենց ռուս ժողովրդի մասին, քանի որ խոսում են ամենը կվառի, իրան կկործանի, բայց չի հանձնվի։ Այդ շատ չի տա Եվ հետո եւ այդ ձմեռը մմերը ոնց որ Հիտլերին իրան էլ ձմեռի շոր պետք էր արեց մի քանի ամիս մստեց Մոսկվայում մտա ինչ եմ անելու ես տեղ դադար հետ գնաց բայց այդտեղ ճակատագրական սխալ արեց ուրեմն այս հսկայական զորքերը պատկերացրեք Ֆրանսիայից քայլելով ձիերով գալիս ասում են Ռուսաստան այդ ձիերին պետքա կերակրել այդ մարդկանց ուտելիքա պետք ինչ էին անում ամբողջ ճանապարհի քաղաքները փոքրիկ ու գյուղերը թալանում էին տառացիորեն որ իրենք սնվեն որ հասնեն Հետ գնալուց ինքը ընտրեց նույն ճանապարհը իր զորքի համար։ Իսկ այդ ճանապարհին արդեն գյուղերի մարդ չկար, սաղ թալանված էր, ուտելու բան չունեինք։ 2/3-ը ճանապարհին զորքի մահացավ, ինքն էլ փախավ եկավ իր Ժոզեֆինայի գիրկը, մնացածը գիրքին Էլբակղզի, չեն հասկանում ինձ այս բայրենի ռուսները, բան չէ։ Ասա Նապոլեոն բաններ դու գնացի հա քո դու ֆրանսերեն խոստացող մարդ Ժոզեֆինայի պես կնիկ ունես նստի վայլի էլի բանում Ելիսեյան պալատում գնացել ես որ ես ուզում եմ միավորել Եվրոպան այ նստի քո կրեմ ախորը դրել է Իսպանիայի թագավոր Ռուսաստան ինչի դեր պետք Ահա, իրոք, մանավանդ ոչ ճանապարհ կա, ոչ բան կա, չէ՞, ճանապարհ պիտի լիներ, բան պիտի լիներ գնար։ Իսպանիան սիրուն բան գնաց գրավեց։ Աղբորը դրեց թակավոր կամ մնացած այդ ուր էր գնում այդ Լեհաստանի բանի կողմերով որ գնում էր։ Եգիպտոս, քաղաքակրթություն կար, հա, Եգիպտոս են անգամ հայտնի նկար կա, չէ՞, Սֆինքսի դիմաց կանգնած։ Ըստ վարկածի Սֆինքսի քիթը ինքն է ռմբակոծ է։ Կոտրե։ Հա։ Լուրջ եմ ասում։ Եգիպտոսում են պատմել, գիդնա պատմել։ Վարկած կա, ապացված չի, բայց ասում է սկզբից ուզում էր ոչնչացնել։ Մի երկու հատ հարվածում են, հետո հասկանում է որ այդ ահա որ անաստված բան է։ Քիթը պոկում է, ասում է լավ երիկա։ Այս Սֆինքսը որ հիմա տեսնում եք, երկար տարիներ բաներ, գլուխներ մենակ ու կարծում են հետքանն է։ Հետո փորեցին փոր, տեսան թաթեր։ Քեշկենտանի դեպ արկած է։ Հա, գիտեն այդպես է, հա։ Դե լավ։ Գնանք մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են արգելի բարեկամներ, առանց գործընկերության հնարավոր չի, այնպես որ եթե դուք էլ ունեք բիզնես, ցանկանում եք աշխատել մեզ հետ, եկեք միասին համագործակցենք, միացեք մեր գործընկերության ընտանիքին, իսկ մենք գնում ենք ասելու շնորհակալություն, վերադառնանք, շարունակենք։ Հրազդանի կիրճն է երևում եւ կռունկները վերամբարձ որ նոր շենքեր են սարքելու աստվածը։ Ընտիր բան է դա։ Հա, ունես դու անպայման։ Դա հրաշք։ Վայ։ Ես այսօր եմ առաջին անգամ օգտագործել։ Այ մարդ, այսքան 19 ու քանիս է այս գործիքը, ովքեր որ սուրճ են խմում, բան, լուծվող սուրճ եւ կաթով։ Ուրեմն կաթը դնում ես, միացնում ես, հա։ Զանել չունի համարը։ 30-40 վարկյանում ամենը մեկ էլ պատը դառնում է փրփուր բան ես չէի այդքան արագ այդքան ինչ է լինում ես չգիտեմ ընդամենը պատտում է այլ ուրիշ բան չի ավելացնում chargeable-ն է այո ընտիրա այմար հրաշ ես քան տարի ես այդ բանը չէի հասարակ բան այլ sense լցնում ես վրան սիրուն շատ խորհուրդ եմ տալիս գիպուրա հա Եվ բանունիսա Food Ally ուտելիքի դաշնակից իրոք ռելայ բան ունի մի հատ էլ կա ձվածեղի համար ավելի բան ասես ուզում ես խառնում փորձել եք դա չի աշխատում չէ զուսը բանը ամբողջ բանոցով մեկ տես ուրեմն ես կարդացի Այդ փոքրիկ հետը բրոշյուր կար, կարդացին դեղ ասում է, ձուն անելուց ասում է, սպիտակուցը դեղնուցից պետք է աջատես ասում է։ Իմ դրա բանը է։ Ելումն է պետք։ Կամ էլ պիտի խորը տարայի մեջ։ Տեսել ես մի սեմպտի լսնես այդ թափվում է այդ սպիտակուցը ավոր մի բան։ Ինչի համար անես տենց, որ ինչ լինի։ Որ թե չի անում երևի, էլի որ ասեցիր հիմա Չէ, բայց այդ ինչ են սարքում առանձին հավքիթ հետ։ Խմորեղեններ, բաներ, որ սպիտակուցը առանձնացնում են։ Իդեպ սպիտակուցներ որ խփում ես, այդ բիզեն տենց են սարքում էլի, սպիտակուցա շաքար, ուրիշ բան չկա միջը։ Այն լավ ժամանակներս են որ ջիմ էի գնում, հիշում եք, լոսում եմ որ տանջամա
դժողքի այցելողների։ Մեկը էս Ջիմի Մաջեդ էր անունը, բանա, պարսիկ էր, բան, ասեց պիտի ռացիոնը տեսեն, մենյու թելադրեց, ասма պիտի առնես egg whites, սպիտակուսներ, մենակ ձվածեղը դրանով։ Ես կյանքում չեմ փորձ, ջին այդ ինչա բա։ Գնացել եմ Ռալֆսից լավ հիշում եմ, ասես դեղին բանի մեջ, կաթի պես, ջրիկ, սենց ինչ որ բան է։ Բերեցի թավեն, բան, լցնում եմ բան։ Համար դեպի ուտել կլինի, տեսել եք այդ դրա տեսքը, սպիտակ փրփուր լպրծուն սենց ինչ որ բան, թափեցի, ասի, չկա տես բան, ասես դու դես։ Դու սպասիկ, Կմա հարանքա։ Բացեր որ անում ես, չէ, այդ դեղինը որ սպիտակ ուտես, այդ է էլի։ Չէ, ես դրա համար հարում եմ, չեմ սիրում սպիտակ այդ լպրծուն այդ բան, չէ, բան scrambled eggs, that's it. Yes, եւ այս բանը օրենքը sense ինչքան հարես այնքան համովա լինում ինքը։ Պիտի միաձուլ հեղուկի նման լինի, որ sense լցնում ես, պիտի բանը լինի, հա։ Եվ լավ կարակ։ Ես պատարակաղով անպայման։ Ամենալավը պատարակաղն է։ Այդ մյուս բաները Սա սուրճի համար լատե forever Բայց հետարքիր է կաթի հետ ինչ է կատարվում որ տենց միանգամից փոխում է իր բանը էլի հագենում է թթվածնով հագենում է թթվածնով է հագենում կարդացել Էվույթին հա մցնում է հա թթվածնով է հագենում եւ իր ստրուկտուրա այդ բանը մանր ամբուլ բաները ոնց է կոչվում այդ բշտիկներ է ոնց որ առաջանում որը իր մեջ պահում է այդ թթվածնով հագենում է ու Փորը հանդիր։ Գոգլի նայեմ Հարությունյանը սիրահարը եւ մեզ լայքեր է ուղարկում։ Գոգլի, հա։ Ամառ Գոգլին փուճու ժամանակ զորով տալիս էին չէին ուտում, հիշում եմ։ Ուրեմն ձու էր, շաքար, կակաոյի փոշի, եթե չեմ սխալվում, հա, ու էլ ինչ որ բան կար, տենց խառնում էին, կարակել էին երևի դնում, չգիտեմ։ Չեմ սիրի առանձնապես, ես էլ եմ հիշում փոքր ժամանակեր ենք, բայց որ ասեմ առանձնապես, բայց պրոտեին էր այն ժամանակ դա շատ մենք բանը բային կարակ, ասում ամեն ինչը վնաս, սպիտակ հացի վրա քսում էին կարակ եւ վրան շաքար։ Հա, երբեմն էլ պանիր կարակ դա։ Շաքարի վրա պանիր։ Այդ չգիտեինք, Ռաֆայել, չգիտեինք։ Այսինքն խոլեստերին, ածղաջուր, այսինքն ամեն ինչը միան արյան մեջ գլիկեմիկ ինդեքսը միլիոնա բարձրանում բոլոր առումներով խայտարակ առում։ Մարտիկան հիմա էլ են տենց ուտում։ Չէ, ընկերներ, հա զգուշ եղեք։ Գնանք առաջ լրահոսին։ Թուրքիայի սահմանը 10 օրով բացվելու է Մարգարա կամուրջով երթևեկելու։ Հա, այսպես է սկսվում, քիչ։ Սկսել 10 օր, հետո կլինի այս, հետո կլինի այն, բայց պատճառը, պաշտոնական պատճառը հետևյալն է։ Վաղվանից բացվում է Մարգարայի ամսակետը 10 օրով, հա, Լիբանանին հումանիտար օգնություն են ուղարկում Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկվել է Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը եւ հունիսի 12-ից մինչ հունիսի 22-ը որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվի մարդասիրական օգնություն բեռները տեղափոխվելու են Թուրքիայի տարածքով Թուրքիայի կառավարությունը արդեն հաստատել է Եվ իդեպ ասեմ, որ Էրդողանի շնորհավորանքը շատ բանը սրտալից կարդամ լավ դուք եղեք դատավորը ուղերձում ասվում է Էրդողանի իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտան շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացած խորհրդային ընտրություններում ձեր ղեկավարած կուսակցության արձանագրած հաջողության արդիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Սրանց լավ էլ ինչ ասես։ Դե պարզ է, չէ՞, ամեն ինչը պիտի Պուտինին պիտի դուր չգա այս ամեն ինչը, բնականաբար էլի։ Դե Հական Ֆիդանին կանչել են Մոսկվա։ Ես վստահ եմ, այս Մոսկվայի հանդիպումների ընթացքում կասի այդ հայերի վրով մի քիչ մի էլի տենց մի անգամից Տեսեք, փաստորեն հիմա եկեք ասենք, էլի, հիմա առայժմ խոսքեր են, շնորհավորանքներ են, բայց ինչ լավ հարաբերություններ ունեն գրեթե բոլորի հետ, բացի Ռուսաստանից։ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ Շատ լավ ասացված կասма Միացյալ Նահանգների հետ։ Առաջինները վերջիններ կդառնան, վերջինները առաջիններ, հիմա Աստվածաշունչ շատ ուժեղ։
առաջինները վերջինները կդառնան շատ ուժեղ։ Ոնց։ Այդ ամենալավ օրինակը սկսվեց բանից ֆրանսիական հեղափոխությունից, չէ, որ քաղաքացին թագավորի գլուխ վիզը կտրեցին 16-ը Մարիան Բայց ֆրանսիացիք ախր մենք ցես նայում ենք շեշելա ֆամ կարծում ենք բացի պաչելուց ու սիրարվելուց բան չգիտեն բայց իրենք այնքան քաղաքացիները սոցիալապես ակտիվ են ու միշտ ակտիվ եղել են մի անգամ կարդացի այմար հավատալս չեկավ այդ Փարիզի փողոցները որ լայն են չէ բանը չափից դուրս լայն են բարձում է ինչի համար է որտեվ երբ որ նեղ փողոցներ են եղել առաջ փոքր այս ով որ բանի դեմ թակավորների դեմ բաներ սկսում բերում է երկու հատ սար են դնում փողոցները փակում են ու պարալիզացում են քաղաքը հա որ այմար դասեցի մամուլի լայ փողոցներ սարքեն չկարողանան բարիկադներով փակել դա արքիր է չէ այս պատմության մեջ մեկ էլ ինձ շատ հետաքրքրում է այս դրվագը երբ որ գելատինա էին տանում մանավանդ ասենք Լյուդովիկոսին կնոջը Մարիա Անտուանետային Մաքսիմիլիան Ռոբիսպիեր բանը մի խոսք այդ ովքեր որ կան հա գալիս էր հոգևորականը այդ process-ից առաջ մի երկու բառ իր համար sense ասում էր եւ իսկ ում որ պիտի բան ասում էր ես պատրաստ եմ հանդիպել Աստծո հետ հիմա եթե այտենց դա պատիժ էր ըստ հոգևորականի մանավանդ այդ միջնադարում կաթոլիցիզմ բան եւ այլն փաստորեն լավ կյանք էին ուղարկում Թե շատ փիլիսոփայում եմ։ Միշտ ավելի լավն է։ Ստեղ դուք փողերը բաները մեծ տվեք, ձերի մեր համար աշխատեք, կետակ դրախ, նույնը բան իսլամն է, չէ։ Նկատի ունեմ որ քեզ բան ունես, 7 հատ կույս կստանաս դրախտում։ Իսկ ով կտա իրան 7 հատ կույս էս կյանքում։ Սաշխարում։ Սիրիա երևի ձերը չի։ Գիտեն ինչ են խոստանում, չէ։ Մի քիչ եթերային չի, բայց չգիտեմ ոնց լավ, օքեյ։ Ասա, մենք հասկանանք։ Չեմ ասի։ Այսքանը թե ավելի։ Եվ հետարքիր է, չէ, որ չեն ասում սիրուն աղջիկ, բան, ասում են կույս ծամպայ։ Դա է ուզում ասել, էլի, հիմա, օքեյ, կարևորը արտաքին է լինի գամա, դա ինչ բան է։ Կամ էլ Ինչ առավելություն է տալիս, եք չեմ հասկանում։ Են էլ 7 հատ։ Ինչենց 7 հատ է դա այդ արքեր էլի, ասենք հա։ Դրանք էլ հավատում են Աստվածին, հա։ Դե ախր այդ Ուրբան 12-րդը, Ուրբանը չէին այդում մարդիկ կռվի, որ ասեց պիտի Սուրբ հողը ազատագրենք, չէ՞։ Չեն գնում մարդիկ չէր կարող ինքը զոր քաղաքագրել։ Մինչև չած 7 կույսի անուն չտվեց, մեծ ու մանուկ շարվան, սակ շարվան։ Ամբողջ Եվրոպան կանգնեց, ամբողջ Եվրոպան միանգամից։ Պապա, ես էլ եմ ուզում երեխեքը, բոլորը միանգամից։ Այդ այնց խապելով տարան։ Ուրեմն 2 օր առաջ իմացա, կարդացի հավատալս չեկավ, որ կաթոլիկ եկեղեցին մի ժամանակ ճիշտ չեմ հիշում, արկելելա շախմատը։ Արկելելա։ Եվ հիմա անգլերեն bishop են ասում, մենք փիղ ենք ասում, իրանք bishop են ասում։ Եվ մեկը ֆայմելա որ անունը դնի bishop, այդ բանի քարի, խաղաքարի, որ դրա պատճառով ասել են լավ ջան, bishop-ա չենք արկելում, թող խաղա։ Դրա համար մահմեդական ու ուրիշ երկրներում փիղ են ասում, կաթոլիկ աշխարհում bishop են ասում, հա։ Մեր մոտ էլ են փիղ ասում։ Մեր մոտ էլ են փիղ ասում։ Մենք Ռուսաստանից ենք վերցել բնականաբար։ Թե հնդիկներից։ Սլոն են ասում ռուսները։ Չէ, բառը սլոն են ասում ռուսները։ Հա։ Իսկ նավակը լադյան, հա, ով էր նավակը, ով էր։ Լոդկա չեն ասում։ Չէ, լադյա։ Մենք չունենք այդ տարբերությունը, դրա համար նավակ ենք ասում։ Այսքանը։ Եվ զինվորները։ Թակավոր թակուհի զինվորները եւ ձին։ Ֆանտաստիկ խաղ, ֆանտաստիկ խաղ։ Վաղը 5 շաբթի ենք արդեն, հա։ Վաղը 5 շաբթի, հա, վաղը։ Հա, ես այստեղ կհանդիպեմ, մինչ 2 շաբթի սիրելիներ, լավ եք։ Իդեպ 2 շաբթի կիմանանք արդեն վերջնական արդյունքները։ Ասացին, որ Կիրակի օրը հրապարակելու են, տեսնենք ինչ է կատարում։ Տեսնենք։ Դե Բարգավաճը կանցնի, Բարգավաճը մտնելու է, դա պարզ է արդեն։ Բարգավաճը։ Հա, բայց այս կողմից էլ կպնել այն շոր լիքը ձայներ կան, որ չեն հաշվել, հիմա հաշվում են, տոկոսը փոխվում է, չգիտեմ, էլի խառնա, հա։ Տեսնենք։ Այսքան սպասել ենք դա։ Կիրակի օրը լավ եղեք, մինչ 2 շաբթի սիրելիներ։ Ցտեսություն։